Բարձրին, համեցեք պարոն վարչապետ։ Շնորհակալ եմ շատ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, նախագահի հարգելի տեղակալներ, հարգելի պատգամավորներ, կառավարության հարգելի անդամներ, շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին քննարկմանը, հարցեր տվեցին, հարցադրումներ արեցին, բայց հայտնի հանգամանքների բերումով տենց քննարկումը մի տեսակ կիսատ ստացվեց եւ ես ուզում եմ ընդունել իմ մեղքը, ըստ ամենայնի տարիքը իրենը ասում է եւ ես լրացուցիչ իմ կոմունիկացիոն հմտությունների վրա աշխատելու անհրաժեշտություն ունեմ, որովհետեւ ես երեք ընդամենը ուզում եի ասել, որ հաշվի առնելով, խնդրում եմ ես մեկը բաշխեք, էլի, ընդամենը ուզում եի ասել, որ հաշվի առնելով անդիմության զգայունությունները չեմ ասում կտրիչ Ներսիսյան, ասեցես բաշխեք, էդ էլ Մարդը ասեց, ես մեկը բաշխեք։ Այսինքն ոչ թե ասում եմ, այլ չեմ ասում, ես մարդիկ թողեցին նեղացան, բայց ես իրան չեմ մեղադրում, ես ըստ ամենայնի իմ միտքը լավ չձևակերպեցի, այսօր անկեղծ ասեմ, այ Ռուբեն Ռուբինյանը վկա, այսօր որոշել էի, որ եզրափակիչ խոսքում գալու եմ, ասելու եմ Գարեգին B, մեկ էլ ասի կարողա K-ն սկսի, ասել եմ Ռուբեն։ Եվ վստահաբար կսկսեր։ Ուզում էի ասեի Գարեգին B կամ ուրիշ ձևակերպումներ, եւ ասեի հարգելի ընդդիմություն, այ որպես կարմիր գորգ, այս արտահայտությունը փռում եմ ձեր ոտքերի տակ եւ վերադարձեք խորհրդարան, դել չթողեցին որ ասեմ, էդ էլ չթողեցին որ ասեմ։ Եվ հիմա հարգելի գործընկերներ, ամենահետաքրքիրն է նա, այս ընդդիմությունը, հարգելի ընդդիմությունը, այս ինչ լեգիտիմության թեմա է առաջ քաշում։ Ժողովուրդ ջան, լեգիտիմ չի, ասել եմ դեռ նախորդ գումարման խորհրդանի վերջում, վայր դրեք ձեր մանդատները, հրապարակը սպասում է ձեզ, հեղափոխություն արեք, ժողովուրդ ջան։ Ավելի լավ հեղափոխական իրավիճակ, քան ոչ լեգիտիմ ընտրությունը, ոչ լեգիտիմ իշխանությունը չկա, դա դրախտ է ցանկացած ընդդիմության համար։ Ձևերն էլ ցույց ենք տվել, գնացեք Գյումրիից, քայլելով կամ վազելով կամ այն մի ընդդիմությունը բանից էր գնաց, տարբեր կողմ, 4 կողմերից էին գնացել, չգիտեմ, նստեք են աթոռին, նստեք են, գնացեք հեղափոխություն արեք։ Այս ինչի մասին է խոսքը։ Այդ ես ընտրություններից առաջ եմ, կեղծվել են ընտրությունը, այդ ում ձայնն է կեղծվել, ասել եմ հրապարակ կոչ եմ, ես եմ կոչ արել ժողովրդին դուրս գալ եւ հեղափոխություն անել։ Բայց եթե ինչի են այս մարդիկ անդադ չեն կողնոսում, գնում են, գալիս են, դուրս են գալիս, ներս են մտնում, որովհետև այս մարդիկ լեգիտիմության խնդիր իրանք ունեն, իրանք այս դահլիճում տիրոջ կարգավիճակ չունեն, իրանք հասկանում են, որ տնվոր են, գործուղված, ինչ-որ մի միսիայի մասին ու գիտեք, իրադարձությունները արագ են զարգանում, չի գալիս հանձնարարականը ինչ անել, չեն կողմնորոշվում, գնում են, գալիս են, գնում են, գալիս են։ Ես կարծում եմ, բայց սա իրանց պրոբլեմը չի, սա մեր պրոբլեմն է, սա Հայաստանի Հանրապետության պրոբլեմն է, եւ ես կարծում եմ, որ այս ընտրությունը կամ մանդատները վայր դրեք եւ զբաղվեք հեղափոխությամբ, կամ եկել եք, նստեք, աշխատեք, ամեն բառի վրա նեղանալ գնալը, չեմ կարծում, թե ուժեղության նշան է։ Այստեղ իհարկե քննարկումը շատ ակտիվ չեղավ, ես չեմ հիշում, գիտեք, որ ես 2 օր տևի կառավարության ծրագրի քննարկումը, ճիշտ է չեմ ստուգել, բայց գոնե էդ եմ ասում, տպավորությունների մակարդակում այս ամենակարճ քննարկումն է կառավարության ծրագրի, այս 4-րդ ծրագիրն է, որ այո, 4-րդ ծրագիրն է, որ մենք քննարկում ենք, բայց քննարկվող հարցերի մեջ էլի հայաստանյան ծառայելական Սուրբ եկեղեցու հետ կապված հարցերը որոշակի դերակատարում ունեին, ընդդիմության ներկայացուցիչը ասում է, ձեր իդեալը բանի, հոգևորականի, Նավասարդ Կճոյանն է եւ դուք ուզում եք նրա միջոցով։ Ես ձեզ ուզում եմ ուղիղ ասել,
Եթե Գարեգին բն Էրիկա, կամ Կտրիչ Ներսիսյանը, արեք դե ժողովուրդ, մի հարամ արեք։ չէ՞։ Չէ՞։ Տրամաբանությունը կոտրվեց։ Պարոն Ղազարյան, ձեզ նկատողություն և Ահա։ նախազգուշացում։ Շատ լավ։ Եթե ընդունի այդ օրակարգը, ես այս ամբիոնից հանդիսավոր կերպով ասում եմ, որ ես կնստեմ եւ իր հետ կքննարկեն ամենայն հարգանքով այդ օրակարգը։ Ես չեմ ասել երբեք, որ գիտեք ինչ կան մերոնքականներ եւ կան ոչ մերոնքականներ, որոնց մի մասը կարա բարեվարկության կանոնները պահի, մյուս մասը չպահի։ Ես միշտ ասել եմ եւ իմիջայլոց Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման օրակարգը հստակ ձևակերպված է։ Բարեվարկության կանոններ եւ այդ կանոնները պահելու հստակ մեխանիզմներ։ Ես ավելին աշխատանքային մակարդակով ասել եմ, որ ես այո, կարծում եմ, որ նաեւ պետությունը կարող է ելքի որոշակի ճանապարհ ապահովել նման բոլոր հոգևորականների համար, բայց խոսքը այո մեր ազգային արժեքների պահպանության մասին է, որովհետև մեր ազգային արժեքները դեֆորմացված են հենց այդ փաստի բերումով։ Մենք ոնց կարանք ժողովուրդ, լավ եկեք ամեն ինչ դնենք մի կողմ, քաղաքական, մենք ոնց կարանք հանդուրժենք, որ մեր սրբություն սրբոցը ախտահարված է։ Լավ եկեք ամեն ինչ դնենք մի կողմ։ Ուզում եք վեհափառ ասենք, ուզում եք Գարեգին Բ ասենք, ուզում եք Կտրիչ Ներսիսյան ասենք, ինչ ուզում եք ասեք։ Այդ ամեն ինչից անդին կամ փաստեր, որոնց մասին գիտի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի եւ յուրաքանչյուր հավատացյալ։ Այդ լեգիտիմության խնդիրը տեղ է, լեգիտիմությունը գերկարևոր հարց է։ Այսօր դուք ընդդիմության ներկայացուցիչ ասում է Հայաստանի քաղաքացիների 97%-ը հավատում է այդ եկեղեցուն։ Իհարկե հավատում է, պրոբլեմը տեղ է, որ Հայաստանի քաղաքացիների 97% հավատում է, իսկ եկեղեցու գլուխը չի հավատում Աստծուն ընդհանրապես։ Ինքը հոգևոր կյանք չունի։ Ինքը ժխտել է Աստծու հետ իր ուխտը, եւ այդ ուխտադրժությունը փաթաթված է մեր բոլորի վզին։ Ես պատրաստ չեմ այդ ուխտադրժության պատասխանատվությունը կրել։ Պատրաստ չեմ։ Գիտեք ինչի, հիմա ասեմ ինչի։ Այսօր երկու անգամ նոր կտակարանի Մատթեոսի ավետարանի երանիներից մի նախադասություն հնչեցվեց։ Ես էլ ուզում եմ իմ նախադասությունը հնչեցնել Մատթեոսի ավետարանի երանիներից։ Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ Երանի սքավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն։ Երանի հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն։ Երանի նրանց, որ քաղցրն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան։ Երանի ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն։ Երանի նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն։ Երանի խաղաղարարներին, որովհետև Աստծու որդիներ պիտի կոչվեն։ Երանի նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ Երանի է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն, եւ իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք սուտ ասեն։ Ցնծացեք եւ ուրախացեք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպես
հալածեցին մարգարեներին, որ ձեզնից առաջ են եղել։ Այս սրա համար ես չեմ կարող հանդուրժել։ Իսկ այսօր եկեղեցու պաշտպանության դիրքերից հանդես են գալիս մարդիկ, ովքեր ասում եմ չգիտեն Աստվածաշնչի, կտակարանի, ավետարանի մեջ ինչ տարբերություն կա, չգիտեն։ Նրանց համար եկեղեցին ընդամենը գործիք, ընդամենը փող լվանալու մի համակարգ։ Քրեական ենթամշակույթի մի հերթական պլատֆորմ։ Սրա մասին է խոսքը։ Եվ էլի ասում եմ, Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու պատարագի կանոնական տեքստում 40-ից ավել անգամ խաղաղություն անունը արտահայտությունը հնչեցվում է։ Հիմնականում Աստծուն աղաչելով խաղաղության համար։ Աստծուն աղաչելով աշխարհի խաղաղության համար։ Այսինքն մի քանի տեղ ընդգծվում է աշխարհին խաղաղություն։ Տրիշ Ներսիսյանը կամ Գարեգին Բ-ն պատերազմի կուսակցության ներկայացուցիչը։ Ինչի համար է պատերազմի կուսակցության ներկայացուցիչ։ Այս ինչ որ այստեղ խոսվեց հավատարմությունա կոնֆլիկտին։ Այն կոնֆլիկտին, որը բխում է ստալինյան հայրենասիրությունից։ Այն կոնֆլիկտին, որ դրվել է Հայաստանի Հանրապետության հիմքում, որ տեսեք ինչ են ասում։ Անընդհատ ինչի մեջ են ինձ մեղադրում։ Ինձ մեղադրում են, որ ես մի պարզ բանի, ես պարզ հարց եմ տալիս եւ խնդիր եմ առաջադրում։ Մենք մեր միջավայրում պետքա կարողանանք ապրել առանց արտաքին օգնության։ Իրենց ասածը ինչ է։ Եթե մենք շարունակենք գնալ այն ճանապարհով, իսկ մենք բոլորովս մինչև 2024 թվականը բոլորովս նույն ճանապարհով ենք գնացել։ Այդ ճանապարհի մեջ մի քիչ սենց, մի քիչ, բայց բոլորովս նույն ճանապարհով ենք գնացել։ Եթե մենք գնանք այդ ճանապարհով, բոլոր ճանապարհները տանում են միտեղ։ Գիտեք որտեղ են տանում այդ ճանապարհները։ Միտեղ, որտեղ ավարտվում է Հայաստանի անկախությունը։ Որտեվ երբ որ մենք այստեղ ինքնուրույն չկարողանանք ապրել, ընդդիմության մյուս ներկայացուցիչն ասում է, ինչ եք ժառանգել եւ ինչ եք ստացել։ Ասեմ, դաժանամ, բայց ասեմ։ Ես ընդ որում մինչև 2024 թվականը այդ երկրի վարչապետն եմ եղել եւ ասում եմ որպես այդ երկրի վարչապետ։ Մենք մարիոնետային պետությունը դարձրել ենք մի պետություն, որը անկախ եւ ինքնիշխան լինելու շանս ունի։ Շանս ունի։ Այս քաղաքական ուժը ոչ թե մարդիկ, որովհետև մարդկանց մի մասը, ես չեմ ուզում մարդկանց բան անել, թիրախավորել, բայց այս քաղաքական տրամաբանությունը ինչի է հայտնվել Հայաստանի քաղաքական դաշտում։ Որովհետև բոլորին ակնհայտ է դարձել, որ մենք հատել ենք, անցել ենք մարիոնետային կուսակցության տրամաբանությունից, դուրս ենք եկել, մտել ենք մի տրամաբանություն, որի ավարտին մենք կարող ենք, շանս ունենք լինել պետություն։ Իրանք եկել են, որ այդ ասում եք բանի շղթաները, չէ՞, ում շղթաներն է։ Իրանք եկել են, չգիտեմ իրանցից ով անձամբ գիտակցում դա, ով չէ, իրանք եկել են, որ այդ շանսը զրոյացնեն։ Դրա մասին է խոսքը։ Էս է իրանց առաքելությունը։ Բայց ես իրանց մի բան եմ ասում, դուրս եկեք այդ առաքելությունից եւ դուք կդառնաք հայաստանյան քաղաքական ընդդիմություն, մենք կվիճենք շատ ավելի սուր իմիջայլոց, ձեզ չթվա թե էս ասուր բանավեճը։ Ես գիտեք ինչ մեզ համար հոյակապ կոմֆորտ բանավեճ է։ Որտեւ այս բանավեճը մենք նախորդ քան որ թվից Դա նախորդ 8 տարում տարել ենք, ես մեզ համար շահեկան բանավեճ է։ Դժվար բանավեճ է նա, երբ որ մենք թուղթ ու գրիչով սկսենք վիճել իրար հետ։ Դուրս եկեք այդ տրամաբանությունից եւ դուք խնդիր չեք ունենա։ Բայց դուք որոշեք։
Դուք որոշեք։ Եվ էլի այդ բանը, որ ասում են, Ժորժ ջան, սահմանադրության, այս սահմանադրության մեջ գրված է Հայաստանի Հանրապետության եւ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը կարող է ընդունել օրենք։ Հայաստանի Հանրապետությունում հասարակական կազմակերպություններն են անկախ։ Կուսակցություններն են անկախ։ Բայց դա չի նշանակում պետություն պետության մեջ Հայաստանի Հանրապետությունը կարա օրենք ընդունի, ասի գիտեք դուք այս կանոններով պետք է ապրեք Հայաստանի Հանրապետությունում։ Այդ ոնց է Գերմանիան կարա տենց օրենք ունենա, Հայաստանը չի ունենա, եւ ես ուղիղ եմ ուզում ասել։ Հիմա կառավարությունը ամենաուշ մի ամսվա ընթացքում Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցում հաստատված ճգնաժամի մասին զեկույց կհրապարակի, եւ ես առաջարկել եմ ազգային ժողովում քննիչ հանձնաժողով ստեղծել, այդ բոլոր փաստերը քննել եւ արդյունքում ընդունել օրենսդրական փոփոխություններ։ Լսեք, այսօր քահանաները աղքատության են մատնված, չքավորության, գիտեք ինչի։ Որովհետեւ բան գիտեք, եկեղեցում էլ լավ տեղեր կան։ Այնտեղ որտեղ համայնքը մեծ է, ասենք խեղճ ու կրակ լիքը քահանաներ ուղարկվել են, սարի ծերին գտնվող մի հատ եկեղեցի, որտեղ ամսվա մեջ 15 հոգի գնա یا չգնա, ոչ մեկ չի հետաքրքրում, այդ մարդը սոված է, առողջ է։ Քահանան ինչի պետք է աշխատավարձ չստանա եւ պետության կողմից երաշխավորական առողջության ապահովագրությունից ինչի պետք է չկարենա օգտվի։ Օրինակ եկամտային հարկի վերադարձից ինչի պետք է չօգտվի։ Եվ ընդ որում ես ասում եմ հետեւյալը, տեսեք այսօր Ռուբինյանն էր ոնց որ տարբերակներ առաջարկել։ Թող Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին հրավիրի ազգային եկեղեցական ժողով, ասի մենք կուսակրոնությունից հրաժարվում ենք։ Որոշում է։ Ես ասում եմ ինչ ուզում եք որոշեք։ Որոշեք հրապարակեք եւ մեխանիզմներ դրեք, որ այդ որոշումը պահվելու է։ Չի կարող ամեն եպիսկոպոս 4-5 երեխա ունի, ենթադրենք, չգիտեմ, էլ չեմ ասում, թե ո՞նց կարող լինի, ասենք ինչ ենք անում, մենք ինչով ենք զբաղվում։ Եվ ես երբեք չեմ ասել, որ մերոնքականներ եւ ձերոնքականներ։ Ես ասել եմ նրանք, ովքեր ընդունում են, որ խնդիր կա եւ պետք է լուծվի, եւ նրանք, ովքեր ժխտում են։ Ես անկեղծ եմ ասում։ Եթե Գարեգին Բն կամ Կտրիչ Ներսիսյանը ասի, գիտեք, հա ընդունում եմ խնդիր կա, բանի առանց բանի, ես այս էջը կշրջեմ, կգնամ կնստեմ կամ կհրավիրեմ, բոլորով ընդ որում դա իմ ու իր խնդիրը չի, ժողովուրդ։ Սա մեր ազգային եւ պետական ինքնության խնդիրն է։ Ինչի պետք է եւ ասում եմ, այս խոցելիությունները ինչի պետք է օգտագործվի մեր պետության դեմ։ Ինչի պետք է օգտագործվի։ Ինչի պետք է, այսինքն պետության մեջ ո՞նց կարա տենց բանը լինի։ Դա բացառված է, մեկ դա թույլ չեք տալու։ Հիմա մյուս թեման։ Ընդդիմության ներկայացուցիչը եկել է սենց անում։ Ասма Ճիշտ արդարացի մարդիկ ասма Պապիկյանի հրաժարականն են պահանջում։ Բանակում տեղի ունեցող իրադարձությունների։ Ասма, բայց չէ, ես չգիտեմ ոնց է ասում, ինչ է ասում։ Հա, իմ հրաժարականն է պահանջում։ Եկեք նայենք, ասենք 2002 թվին 24 դեպք։ Բասեր Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն ինչի չեն հրաժարական տվել, Գեգամ Մանուկյան։ 2003-ին 15, 16, 2004-ին, բա Ռոբերտ Քոչարյանը խիչ հրաժարական տվել։ Սերժ Սարգսյանն էլ եղել է պաշտպանության նախարար։ Հետո Սերժ Սարգսյանը եղել է բռնազավթելով եղել է նախագահ, Սեյրան Օհանյանը եղել է պաշտպանության նախարար։ Թիվեք ուզում 2010 թվական 21 դեպք սպանության եւ ինքնասպան, բա խիչ է հրաժարական տվել։ Կամ հա, բարձր որ կոալիցիան կամ բանը, կամ Սերժ Սարգսյանը, կամ Սեյրան Օհանյանը, մի հատ է ձեր խմբակցության ղեկավարներ, բա խիչ եք հիշում այդ մեխանիզմների մասին։ Եվ այլն, եւ այդպես շարունակ։ Եվ այսօր մենք ուրիշ խնդրեմ ունենք, այո, այսօր նախարարը միջազգային զեկույցի մասին է պատմում, այդ զեկույցն ասում է, որ ինքնասպանության պրոպագանդան բերում է նոր ինքնասպանություն։ Մեր ընդդիմությունը խոցելու համար երբեմն նախարարին, երբեմն կառավարությանը
Զբաղված է ինքնասպանության ռոպագանդայով։ Եվ միջազգային զեկույցները ասում են, որ դու ինչքան, ասի մարդիկ կան, որ եզրին են։ Եվ երբ որ մարդը տեսնում է, որ տենց մեծ հանրային ուշադրություն կա, այդ բան հոգեբանական վիճակ է։ Այդ վերջին կաթիլը, էդ էլ է ազդեցություն ունենում, բայց ես փորձագետ չեմ, ես չեմ ուզում ոչ պրոֆեսիոնալ բաներ ասեմ, ուղղակի առիթեր եղավ։ Պետական պարտքի թեման, ես ինչ պատմություններ, ես ինչ է սարքել։ Նախ պետական պարտքի մի հատ էլ այդ ով է ասել, լսել եմ ասել են բանը, դեֆոլտ, չգիտեմ ինչ։ Են մի հատ բան կա է, անեկդոտ կա է, որ ասում է անունդ ինչ է, 1000 ներողություն էլի եմ, ասում է Սպարտակ, ասում է անգերից դու որ թիվ ես, որ։ Հիմա հետո որ դեֆոլտի մասին խոսում է, ուզում եմ ասեմ, որ թիվ ես, որ թիվ ես կամ Հայաստանում վերջին անգամ երբ ես եղել։ Այսինքն այս ինչ խելագարության կանխավար Հայաստանի Հանրապետության պետական պարտքը երբեք այնքան կայուն չի եղել, ինչքան էսա կայուն։ Այսօր Հայաստանի Հանրապետության դրամով պետական պարտատոմսերը միջազգային ներդրողները գալիս են առնում են։ Ճիշտ է, պարոն ֆինանսների նախարար, թե ճիշտ։ Սենց բան երբ ա եղել վերջին անգամ ընդհանրապես։ Պարտքի հետ կապված։ Ուրեմն պարտքը հյուսիս հարավը, որ կառուցվել է, ժողովուրդ, մեր պարտքի թիվը աճել է։ Իրանք այդ թվում խմբակցության ղեկավարի Հայրիկի ժամանակ ստորագրել են, այդ պարտքը ստանձնել են, հյուսիս հարավը չեն ոչ մի գործ չեն արել են Արտաշատի ձեզ հայտնի կտորը, որը դարել է արբիտրաժ միջազգային, ինչքան բան, թալան, այդ պարտքը կախած է եղել, գործը չի արված եղել, եւ Հայաստանի Հանրապետությունը դրա համար տուգանքներ վճարելիս է եղել, որ վարկը ստորագրել է, գործը չի արել։ Հիմա Գյումրի Երևան-Գյումրին պատրաստ է։ Այդ պարտքը արդեն սկսում է արտահայտվել։ Հյուսիս-հարավի ագարակ քաջարանը մեծ տեմպերով կառուցվում է։ Իրանց ժամանակվա ստորագրած վարկային պարտավորություններն են եւ վարկային պայմանագրերն են։ Եվ այդ պարտքը սկսում է արտահայտվել։ Երկրորդը մայիսի 28-ին ամբիոնից ասցի ցույց տվեցինք։ Եթե պարտքի հետ կապված նենց դուք հեցի պարտքի մասին խոսեք, տարել են հեցի Հայաստանի ռազմավարական կրիտիկական ենթակառուցվածքի բաժնետոմսերի 100%-ը գրավ են դրել, 140, այդ ամբողջը չի, ու պարտք են վերցրել, հեցը տարել են գրավ են դրել, աշխարհի չգիտեմ որ, ու պարտք են վերցրել, ու հեցը անցած տարվա մեր ստանձնման կառավարությունը 143 միլիարդ դրամի պարտք է ունեցել։ 143 միլիարդ դրամի։ Ու այս պարտքի պայմաններում, ու այս պարտքի մի մասն է գիտեք ինչ է։ Հայաստանի բանկերից տոկոսով վարկ են վերցրել, իրանց հարազատներին առանց տոկոսի տվել են։ Հեցով իրանք Հայաստանի տնտեսության կոնկրետ ճյուղեր ոչնչացրել են։ Որովհետև գնումների ամբողջ համակարգը քանդել են, մարդիկ ինձ լացելով նամակներ են գրել։ Որովհետև այն ինչ պետքա մրցութային ընթացակարգերով ձեռք բերեին, ամբողջ առել են իրանց բարեկամներից, հարազատներից, այս հենց ջանդամ։ Հեցը վարկա վերցրել տոկոսով, առանց տոկոսի տվել են իրանց բարեկամներին, այդ իրանց բարեկամների կազմակերպությունների իբր մրցույթների մասնակցել են, այս փողը պտտել են իրանց ընտանիքի համար շահույթներ, ով է վճարել դրա համար եւ ով է վճարում Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգիայի սպառողները։ Ասենք էլի եմ ասում, ով լեգիտիմությունից խոսի, դուք ասենք տանձից, խնձորից, տենց բաներից, ով պարտքից խոսի, դուք տանձից, խնձորից, բանից, տենց բաներից խոսի։ Լավ, ամեն ինչ պետքա չափ ունենա, չէ՞։ Հիմա էլ եկել են, վայ, հրահանգը տվեց, լալա հառաջ, են բանը, խմբակցության ղեկավարը, երբեմնի բանը, էլի, աննկուն հեղափոխականը, որ պայքարում էր քոչարանասերժական, ես հենց այս ամբիոնից ասում եմ, դրանք փող պետք է չունենան խեղճանում է, որովհետև հասկանում է, որ իրա կռանիկներն են փակվելու։
Սկզբից կպել էր ԶՊՄԿ-ին, ասեց ոչինչ։ Երևի բան շուտ հասկացավ, որ փող չկա։ Հեղափոխության բանի մեջ փող չկա։ Չկա փող։ Հարմար պահ օգտագործեց, այո, Աննա Գրիգորյանի մասին եմ խոսում։ Հարմար պահ օգտագործեց, որտեղ կա փող, ԶՊՄԿ, կպավ ԶՊՄԿ-ին եւ Վահե Հակոբյանին։ Դարձավ աննկուն բան, հայրենասեր։ Աննկուն հեղափոխականից դարձավ աննկուն սանասարական։ Հետո ԶՊՄԿ-ի հետ տեղի գիտեք ինչ տեղի ունեցավ, բա ո՞նց ալնելու սենց հիմա էլ որտեղ փող կա։ Այո։ Չէ, բայց չենք թողի, որ այդքան ասել եմ պետք է փող չունենան։ Անենց որ լրիվ ուրիշ բան պետք է մտածի, լրիվ ուրիշ բան պետք է մտածի։ Ինձ ասում են հələ պատկերացրեք, ասենք հասկանում եք, չէ՞։ Ես երեգիրիկուն խոսում եմ, հրահանգ եմ տալիս տեղից առավոտ գործողությունը։ Եթե հրահանգ, Ժողովուրդ ջան, ես հրահանգը ստեղ չեմ տվել։ Ես հրահանգը տվել եմ Հանրապետության հրապարակում 2026 թվականի հունիսի 5-ին։ Ինչ եմ ընդեղից տվել, որովհետև ոչ մեկ չի ասում։ Լսի, ոչ մեկ չի ասում։ Պիացա Գրանդե։ Սպայտունը պատմամշակութային հուշարձանը քանդել են տեղը Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Քոչարյանի եւ Սեդրակ Քոչարյանի սեփականությունն։ Ոնց։ Play City Թենիսի մանկապատանեկան կենտրոնը վերցրել են մարդիկ, դարձել են իրանց համար օրանժ։ Toyota Երևան, մի հատ մի կողմից, եթե ես ճիշտ հասկացա, էլի բանը, Ռուբինյանի հետ ենք նայում, եթե ես ճիշտ հասկացա, մի հատ հողն են տվել, մի հատ էլ գնացել են փայ են մտել Toyota Երևանի մեջ։ Պարոնյան 8 շենքի տեղը հին շենք ա եղել, այդ վերցրել են կոպեկներով, Կապուտակ Սևան, ես կոնգրես հյուրանոցը, չգիտեմ սրա մասա թե չէ, Կասկադում 2 հեկտար հողամաս։ Ժորժ ջան, ես ձեզ հարց եմ տալիս։ Նախ 2 հարցադրում կա։ Ես 8 տարի վարչապետ եմ Հայաստանի Հանրապետության։ Ես ինչի Կասկադում հող չունեմ, ժողովուրդ։ Ինչի Կասկադում ես հող չունեմ։ Ինչի Սևանի ափին հանգստյան տուն չունեմ։ Ինչի հյուրանոց չունեմ։ Ինչի 1 միլիարդ 740 դրամ չունեմ։ Այսինքն բան եմ, ես այսօր առավոտ խոսում ենք գործընկերների հետ, այսինքն ինչ, ես միամիտ եմ, հա, իրանք շուստրի ուժեղ տղեկն են, հայրենասեր, ես եմ միամիտն եմ, հիմա էլ ասում են, ճիշտ հարց ընտրեց, ասում է 8 տարի, ինչի է 8 տարի հետո, ես էլ եմ այդ նույն հարցը տալիս, ասում եմ ինչի է 8 տարի հետո, 8 տարի ինչով, այս փաստերից որևէ մեկը նոր է, ինչի է 8 տարի հետո, ես եմ, բայց ինչի եմ Հանրապետության հրապարակից ասել, ասել եմ են պատճառով, որով մի պարզ պատճառով, որովհետև լինելով իշխանություն, ամեն օր կռիվ ենք տվել այդ մաֆիայի դեմ, այդ սեփականությունը ինչի է Ռոբերտ Քոչարյանը եւ մյուսներինը, որովհետև ասում եմ, ում ուզեցել են առել են, ում ուզեցել են ծախել են, և գիտեք ինչ քաղաքական նարատիվով, եսա մի շաբաթ սրան գնում են, եսա մյուս ուրբաթ սրան գնում են, եսա բան, եսա սենց արնելու, եսա ընդես դաբրոկա, և այդ բանում դատաիրավական համակարգում էլ մի մասսա կա, չէ, որ նայում այսօր առավոտը մերոնք եսա գալու են, եսա ասել էի ձերոնք ինչ են անելու, գալու են, բայց 8 տարի, ինչի ես պտի 30,000 մարդու ներկայությամբ այդ խնդիրը դնեմ, ինչ եմ այդ օր ասել, որ ասել եմ ժողովուրդ, այս իմ պլանն է, եթե համաձայն եք գնացեք քվեարկեք։ Եվ պետությունը, որը Հայաստանի Հանրապետության ժողովրդի իշխանության ներքո է, պարտավոր է ժողովրդի կամքը կատարել։ Այո, պտի նստեն։ Այո, այս սաղունեց կվածքը, ես ասում եմ Ծառուկյան Գագիկը պետք է հայտարարություն անի, ասեն ինչ էիք անում, ասում,
որ թոշակը պիտի նվազագույն սպառողական զամբյուղի չափ ըլնի, բա երբ է թոշակը բարձանալու, քոչարան Ռոբերտն էլ պիտի ասի դա։ Իրանք էլ պիտի ասեն, իրանք պիտի փող չունենան, որ ընտրակաշառք էլ բաժանեն, եւ դա են քաղաքական հանձնառությունն է։ Եվ այն պետությունը, որը սա չի անի, չի կարա չանի, որովհետև սա արդեն իմ ասածը չի, սա Հայաստանի Հանրապետության ժողովրդի ասածն է, դե փորձի մեկը չանի։ Դե փորձի մեկը չանի։ Բրծելա ձեր մաֆիայի ժամանակները, որ ում ուզենաք առնեք, ում ուզենաք ծախեք։ Բրծելա։ Ասма համադրականն ասма դատական համակարգը անկախ է, ումից է անկախ դատական համակարգը։ Իրանք մտածել են, թե դատական համակարգը ժողովրդից է անկախ եւ մաֆիոզների հետ պետքա գրփեն Հայաստանի Հանրապետության ժողովուրդ։ Ղալաթ է կարեք գլուխներդ պատին եք տվել։ Հնազանդ ժողովրդի կամքը կկատարեք։ Հնազանդ։ Ութ տարի Բա ես չգիտեին, ովքեր էին, չգիտեին ես բանի, կասկադի պատմությունը չգիտեին, ինչ են ես գործերը դարակներուն, ես որև է մեկին ասել եմ, որ բան արեք, կամ կանգնացրեք, կամ ես արեք, կամ են արեք, բա ժողովուրդն էլ ասում է, երևի սա էլ դե մտածումը ասում է, դե նրան, դե էտա նորմալ է, այս կարգավիճակում էտա գործը, նրան ձեր չտանք, որ մենք էլ կանենք, սա ուղերձա նաև մեզ, ժողովուրդ ջան, սա ուղերձա նաև ինձ, սա ուղերձա նաև իմ բարեկամներին, իմ հարազատներին, իմ ընկերներին, իմ շրջապատին, բոլորին, ով մտածում է, թե մենք իշխանություն ենք, նշանակում է մենք կարանք կոնգրես հյուրանոցը, սա ուղերձա բոլորին, ընկեր բարեկամ, ով ուզում է լինի, ժողովրդից տարած ամեն ինչը այո մտնելու ենք, քանդելու ենք, վերցնելու ենք, վերադարձնելու ենք, կոպեկ, հատիկ, անկախ նրանից ում ընկերն է, ում բարեկամն է եւ այլն եւ այսպես շարունակ։ Ես հույս ունեմ, որ այդպիսի դեպքերի չենք հանդիսանա, բայց այն եմ ասում, բանի դեպքը դրա մասին է։ Հովիկ Աղազարյանի դեպքը դրա մասին է։ Այսինքն ինչ, մենք մեր եւ ուրիշների կաշառակեր ունենք։ Մեզ պետք չի լոյալ կաշառակեր։ Մենք պարտավորություն ունենք այս ժողովրդի առաջ եւ այդ պարտավորությունը պետքա կատարենք։ Աղվան Վարդանին ասում է Քոչարյանը լավ է կառավարել։ Հա ես վատ եմ կառավարում, որովհետեւ ասում եմ հյուրանոց չունեմ, միլիոններ չունեմ, ոչ մի բան չունեմ։ Բայց ունեմ մանդատ։ Ունեմ լեգիտիմություն, ասել եմ կզցնելու եմ, ուրեմն կզցնելու եմ։ Բարից դե յուրե իմաստով։ Մի հատ էլ ասում են, բանը, ասում են Քոչարյանի բնակարան են մուտք գործել։ Այսօր իրավապահներից հետաքրքրվում են, ասում են 54 հասցեում խուզարկություն է։ Քոչարյանը 54 բնակարան ունի։ Մեկ էլ ասում են երեխեքը, որ մեկ էլ երեխեքին, Ժորժ ջան, այսօր քրեակատարողական հիմնարկում գտնվող մարդկանց 80%-ը ունի երեխեք։ Այս ինչ մոտեցում է, այսինքն ինչ է նշանակում, էլ երեխեքին բերել բան անել, դեմ անել, որ երեխեքի տիկունքում թաքնվել։ Բա քրեական գործը պետք է խուզարբախի ածն գնացել։ Բա ով բանին քննիչին է մեկին մենակ ուղարկեն, որ բան անեք, վրա տակ մի հատ էլ գլուխ գովակ, ասեք, տեսակ ինչ ուզեղ տղեկ էինք, բան արեցինք, չթողեցինք, բա պետությունա պետք է աշխատի։ Բա ասել են պետության համը բերանները տա մնալու։ Հենց մի քիչ զգանք, որ այդ համը բերանները թուլացել է, պետությունը, ժողովրդի պետությունը բերանների իջնելու է։ Եվ էլ չկմեղանալու տեղ չկա։ Այո, մենք 2018 թվին արել ենք ոչ բռնի թավշյա հեղափոխություն ժողովրդ եւ ասել ենք վենդետա չլինելու, ասել ենք սիրո եւ համերաշխության հեղափոխությունա։ Բա 8 տարի մեկը տեկակ ասիկար ընկերներ, այս թալանել ենք, դուք էլ օրենքով հնարավորություն եք տվել, որ 25%-ը մնա մեզ, այն մնացածը վերադարձվի։ Մեկը եկել է տենց բան ասել։ Նայում են, հոխորտում են, չգիտեմ, գնում են հարավներում, հյուսիսներում,
բաներում դաբրոներ են նայի, նրանց էլ բանը թևերի տակն են տալիս, ասում են գնացեք, դավայ, ոչ մի խնդիր չունեք, եսա հավաքվում են կառավարության նիստեր են անում, բան են անում եւ այլն եւ այլն։ Այնօր պատահական աչքովս ընկա գրելա Նարեկ Կարապետյանը Հոպար ջան ծնունդդ շնորհավոր, այլևս Հոպար ջան, այլ պարոն վարչապետ չի։ Բայց չի չեք գրե պարոն վարչապետ ծնունդդ շնորհավոր, բայց չի չեք գրե։ Բա գրի։ Ահա գրի ամեն օր։ Ամեն օր տենց էլի նկարվեք, ռիլ սարքեք, գցեք, նենց։ Էլի ասեք պարոն վարչապետ, մենք առաջարկում ենք ինքնասի, այո, ես պաշտպանում եմ այդ առաջարկությունը։ Ու տենց ամեն օր նկարվեք, գցեք։ Ասում են մարտի 1-ի գործը բաց, մարտի 1-ի գործը բացահայտված է։ Հայաստանի իրավապահ համակարգը մաֆիոզ ազդեցությունների պատճառով չի տալիս դրա գնահատականը։ Քրեական գործում մարտի 1-ի մի դրվագ չկա, որը բացահայտված չի։ Սպանությունների պահը այդ ամեն ինչով պետք է գնաց, որ բացահայտի։ Պարզա, որ սպանությունների հրանգը տվել է Ռոբերտ Քոչարյանը։ Ոնց են բերել բաները ֆորմեկը, Ղարաբաղից ոնց են բերել, ոնց են օլիգարխներին տարեբաժանել, որ օլիգարխը որտեղ է, ամբողջը բացահայտված է։ Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգը կամք չի ունեցել, որովհետև անկախ է կառավարությունից։ Մենք այդ էթիկան պահել ենք անկախ է կառավարությունից։ Եվ քանի որ կառավարությունից անկախ է, կարա օլիգարխներից նախկին ինչքան փող ասես առնի, հետաձգի։ Գագիկ Խաչատրյանի դատավարության հետ ինչ եղավ։ Դատավոր այնքան դատը ձգեց, մինչև թոշակի գնաց։ Հա։ Ու համոզված եղեք միայն պետության թոշակի հույսի չի իմանա։ Ես վստահ եմ, ինչ որ մի բան ինձ հուշում է։ Ինքն է եղել փաստաբանը։ Ինձ էլ ասում են Արցախը եւ արցախցիներին չեն սիրում։ Արցախը իրանց համար եղել է ընդամենը փող քերելու միջոց։ Փող քերելու միջոց։ Հայաստանում Ղարաբաղի ժողովրդին դե պատանդ են պահել, Հայաստանի ժողովրդին էստեղ են պատանդ պահել եւ թալնել են, ընդեղ են թալնել, ստեղ են թալնել։ Ընդ որում էսա ամբողջ խմբավորումը եւ նախկին ու ճիշտ են անում, որ երեսով են տալիս, որ հոկտեմբերի 27-ը բացահայտված չի, ճիշտ են անում։ Բա այսինքն ինչ, ես հա, մենք ընդունել ենք այդ բանը, որ անկախ է դատական համակարգը, դատաիրավական համակարգն էլ անկախ է։ Չեմ գնացել ես ոչ մի քրեական գործի մեջ չեմ մտել, ոչ քննել եմ, ոչ ես եմ արել, ոչ են եմ արել, բայց ամեն ինչ չափ ու սահման ունի։ Անկախ է ժողովրդից ու պետությունից էլ, անկախ, էս ինչ ձև ընդհանրապես։ Դե էլ այդ մյուս բաների մասին գալիս են ստեղից ասում են անիֆը, այդ բառը դուք որտեղից եք լսել։ Պետական վերահսկողական ծառայությունն է այդ հարցի վերաբերյալ իրավապահներին տվել հաղորդում։ Եվ իմիջիայլոց շատ հետաքրքիր էր։ Բանը ափսոս մի քիչ բան եղավ, շուտ եղավ հետախուզումը, որտեղ համոզված եմ, որ եթե մի քիչ ձգվեր, անիֆի տնօրենը այստեղ միտեղ այդ արանքներում նստած էր։ Որովհետև արդեն հայտարարել էր, որ չգիտեմ, ապիկար իշխանությունը, չգիտեմ ինչ։ Ստեղ ինչքան հասկացա, լիքը տենց մարդ կա, որ բան է։ Մարդուն ընտրել եք մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, եկել ասում է կենտրոնական Ասիայի քոչվոր խաշնարած սա տգիտության ամբարտավանությունը ընդհանրապես լրիվ ուրիշ։ Մեզ էլ մեղադրում է ոչ պրոֆեսիոնալն է, տգիտության ամբարտավանությունը։ Այսենց, այ իրանց բանն են, որ տենց Գանես ամբիոններից խոսան, որ մենք բոլորը, ոչ մեկ, ոչ մի բան, մենք ալֆան ենք և օմեգան ենք։ Լսեք, հնարավոր չի ուրիշներին նկատմամբ անհարգալից լնելով, հարգանք ներշնչել, ընդհակառակը, դրանով ասում եմ, դա տգիտության ամբարտավանության մասին է խոսքը։
Այսօր կենտրոնական Ասիան աշխարհում ստրատեգիական կարևորագույն կենտրոններից մեկն է։ Ընդ որում մշակութային հարուստ ժառանգությամբ։ Այդ մարդկանցից որևէ մեկը կենտրոնական Ասիայի որևէ մի թանգարանում, մի հնավայրում եղել է, թե չի եղել։ Այսօր կենտրոնական Ասիայի պետությունները յուրաքանչյուրը իրենց մոդելով, բայց հաջողակ եւ հաջողված պետություններ են։ Գիտեք տենց ինչի է ասում, որովհետև կարող ասենք պարզվի կենտրոնասիական երկրների հետ, օրինակ կարող է, չգիտեմ, կոնսպիրացիա կարող է մենք պարզվի գազի գործարք կարող է կնքենք հետները, բայց որ այս ամբիոնից տենց բանը հնչում կարա, չէ՞ դա նեգատիվ ազդեցություն ունենա։ Եվ այլն եւ այսպես շարունակ։ Հա։ Հիմա Ժորժ ջան, եկեք հասկանանք Այս ինչ թեմա է, քյարքի թեման։ Շատ բարձ բան է ասվում։ Ասվում է, որ Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքը 29743 քառակուսի կիլոմետր է։ Եվ այս թվաբանության մեջ չեն մտնում մեր էքսկլավը մտնում է, Ադրբեջանի անկլավները չեն մտնում։ Եվ դրանք արտահայտված են այն քարտեզներով, որոնք արտահայտում է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի իրավիճակը։ Հիմա ասել, որ չէ, տեն չի, նշանակում է ասել, որ Հայաստանի ինքնիշխան միջազգայինորեն ճանաչված տարածքը 29743 քառակուսի կիլոմետր չի։ Սա նշանակում է պատերազմ հայտարարել։ Եվ պատերազմի կուսակցությունը դրանով է արտահայտվում։ Ես ասում եմ ինչի եւ ես կռահում եմ իրանց թելած թելից։ Ես ինչի եմ արել այդ արտահայտությունը, ինչ եմ ասել քյարքի, որ էսկալացիայի բոլոր հնարավորությունները բացառեմ, բոլոր։ Հիմա չկա այլևս որևէ կետ, որի շուրջ հնարավոր է էսկալացիա անել, պրովոկացիա անել եւ քարուքանդ անել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը։ Էլի եմ ասում, ոնց ինչ սցենարով կլուծվի։ Այդ բոլորովին ուրիշ հարց է, որովհետեւ այն խնդիրները մենք մեր խնդիրներն ենք տենում, նույն խնդիրներն էլ Ադրբեջանն ունի։ Եվ ես ասում եմ, մենք պետք է նայենք, մենք իրար համար խնդրեմ ենք ստեղծում, թե լուծում ենք խնդիրները։ Եվ այս հարցի շուրջ պետք է նյարդը զրոյացնել։ Երբ որ զրոյացվեց, բոլոր հարցերը կլուծվեն լավագույն ձևով։ Բայց իրանք չեն ուզում հարցերը լուծվեն լավագույն ձևով, որովհետև իրանք եկել են շղթաները Հայաստանի ոտին կապելու, իսկ որպեսզի իրանք ուզածը գիտեք ինչ է։ Իրանք ուզածն են, որ հապկի խաղապահները մտնեն Հայաստանի Հանրապետություն։ Իրանք միակ առաքելությունը, բոլոր նարատիվները, իրանք ես էլ եմ ասում, ես չգիտեմ ներկաներից ով է գիտակցում դա, ով չի, իրանք ունեն շատ կոնկրետ առաքելություն։ Հապկի խաղապահները մտնեն Հայաստանի Հանրապետություն։ Ես ձեզ հիասթափեցնում եմ, հապկի խաղապահները չեն մտնելու Հայաստանի Հանրապետություն։ Եվ ընդհանրապես խաղապահ չի մտնելու Հայաստանի Հանրապետություն, որովհետև խաղաղությունը հաստատված է եւ խաղապահը ժողովուրդն է, այո, այդ թվում։ Այո, Հայաստանի ժողովուրդն է եւ Ադրբեջանի ժողովուրդն է ամենահուսալի խաղապահը։ Եվ որևէ օտար խաղապահ Հայաստանի տարածք չի մտնելու։ Եվ սա է 4-րդ հանրապետությունը։ 4-րդ հանրապետությունը սրանով է տարբերվում։ 4-րդ հանրապետությունը չի գնում տարբեր բևեռներում աշխարհաքաղաքական իր գոյության իրավունքը մուրում։ 4-րդ հանրապետությունը ամենօրյա աշխատանքով իր ապրելու, զարգանալու, լինելու իրավունքը վաստակում է։ Ասում են Սփյուռքի հետ հարաբերություններում խզում ենք առաջացնում։ Այո, մենք ասել ենք, որ Սփյուռքի հետ են հարաբերությունները եւ որ Հայաստանը second hand շոր ուղարկելու տեղ այդ հարաբերությունը ոչ միայն չկա։ Ես արգելել եմ, ասել եմ, հանկարծ որևէ պետական մարմին օգտագործած շոր, կոշիկ, չգիտեմ, ավտո կընդունի, այդ պետական մարմնի եւ իր վերադաս ամբողջ համակարգը ինձ հետ գործ ունի բոլորին աշխատանքից ազատել։ Այո, եղել է դեպքեր եկել են մաքսատանը ամիսներ կարող է միջև մի կան։
Second hand լիքը կոշիկ, շոր, բան եւ այլն եւ այլն։ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մեր պատկերացումը Firebird-ն է։ Ուրիշ հարաբերություն չի լինելու։ Սփյուռքը չի կարա լինի Հայաստանի մենթոր։ Այդ բանն անցել է, գիտեք, վայ, գիտես էս ինչա։ Սա բանա, սնիկերսա, գիտես, ես ինձ հետ տենց դեպք եղել է։ Հա լուրջ եմ ասում, Հայաստանից պատվիրակություններ գնացել, բաներ։ Ես նստած մեկ էլ հերթով բան են ասում, գիտես էս ինչա։ Ասում ենք, հա, այսինք էսի պանիրա, ասենք ոնց որ բան ենք մենք։ Այսինք հա պարզ է, որ մենք շատ ճգնաժամի մեջ ենք եղել, դժվար իրավիճակ, տարիներով կարտոշկա ենք կերել, բայց ժողովուրդ ջան, այդ Հայաստանը վաղուց հաղթահարված է։ Այսօրվա Հայաստանը տեխնոլոգիաների Հայաստանն է։ Բայց Սփյուռքի այդ հարաբերությունները մարդկանց հրավիրում ենք աշխատանքի, Սփյուռքի այդ հարաբերությունները այսօր 2 տարի Հայաստանում ներգաղթ է սկսվել։ Ինչի դժգոհ եք դրանից։ Մարդկանց հրավիրում ենք աշխատանքի եւ այդ թվում դրսից մարդկանց հրավիրում ենք աշխատանքի, այդ թվում բարձր պաշտոնների նշանակում, մեկ էլ ասում են, վայ, հələ տեսեք այն բառը ոնց ասեց, վայ, անգլերեն ասեց այդ բառը։ Սփյուռքի պաշտպանները հարցակվում են բաներով, տոննաներով, ֆեյքերով եւ ոչ ֆեյքերով։ Էսա Սփյուռքի հետ բանը, հարաբերությունների մասին ձեր պատկերացումը։ Պարոն Ղազարյան, եւս մեկ կոմենտ տեղից եւ ես ավելի խիստ նախազգուշացում կտամ ձեզ, զսպեք ձեզ։ Հա թող խոսա է։ Ձեզ հեշտ է, պարոն վարչապետ, ամիսի մեկ գալիս գնում եք, ամեն օր հետ։ Ինչ մոռացա ասեմ։ Հա։ Լավ, պարոն Սիմիջան, լավ, դե հիմա։ Գստացեք, հարգելի գործընկերներ։ Լավ, պարոն Սիմիջան, հանգիստ։ Լավ, մի թողեք, որ խոսամ, պարոն Ռուբինյան, կներեք, ես սխալվեցի, խիստ եղեք։ Լավ, հարգելի գործընկերներ, խոսացինք, քննարկեցինք եւ ըստ էության ասեցի այն, ինչ որ ուզում էի ասել։ Գիտեք, պատմության մասին այդ բանը, պատմության ստալինյան դիտանկյունը հենց դրա համար է։ Այդ ամեն ինչը, այդ որ sense ասում են, պետք չի անվերապահորեն վստահել, բայց ով է անվերապահորեն վստահել, ասում են, ոչ մեկին պետք չի անվերապահորեն վստահել, ոչ մեկին, բայց դուք ասում եք, չէ, մի տեղ կա, որ պետք է անվերապահորեն վստահել, մյուսներին անվերապահորեն չվստահել, մենք ասում ենք, չէ, ոչ մեկին պետք չի անվերապահորեն վստահել, կամ այս պատմությունը, որ ասում են պատմությունը սենց է, պատմությունը սենց է, պատմությունը սենց է, եւ ինչ կապ ունի այդ պատմությունը այս պատմության հետ։ Իսկ կապը հետևյալն է, մենք այսօր պետություն ենք եւ պետքա պահենք մեզ պետության նման, որովհետեւ պետությունը ուրիշ բան է, ասենք ինչպես ընդ որում ամենայն հարգանքով դրանք տարբեր կարգավիճակներ են, ամեն կարգավիճակ ունի իր բանը, ինչպես ազգային ժողովի падգամավոր լինել եւ չլինել, կամ ուսուցիչ լինել կամ ոչ ուսուցիչ, դա որոշակի պահվածքի կոդ ունի, որոշակի էթիկա ունի։ Ասում են խես ասում սենց եւ հա ինչ են ասում Արարատ գյուղին ասում են դավալու, մեզ ասում են սրանք Արարատը ուրանում են։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի Արարատ գյուղին ասում են դավալու, երազում են Արարատ սարի մասին, մեզ ասում են Արարատը ուրանում են։ Հիմա ով է ուրանում։ Ով է ուրանում։ Նրանք ուրանում են Հայաստանի Հանրապետությունը։ Եվ ասում եմ, անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետությունը ուրանալու մասին է, որ Հայաստանի Հանրապետություն անկախ պետություն պետքա չլինի։ 4 տարի, 5 տարի ուղերձներով մանրամասն հրապարակել եմ, գրել եմ դրա մասին։ Այո, այս տարի ուղերձ չեմ արել, որովհետև այլևս ասելու բան չունեմ այդ թեմայով։ Ինչ ասել եմ, ամբողջը ասված է, ինչ պետք էր ասել ամբողջը ասված է, ոչ մի նոր բան չունեմ ասելու։ Եվ հետևաբար, այո, մենք այսօր հենց հիմա, հենց այս օրերին իրականացրել ենք
Եվ հույս ունեմ այսօր ձեր քվեարկությամբ դե յուրե կհաստատենք մի պատմական իրողություն։ 4-րդ հանրապետությունը հաստատված է։ Փառք նահատակներին եւ կեցե 4-րդ հանրապետությունը։